Բարի երեկո բարեկամներ։ Փաստորեն Թրամփի պլանը չաշխատեց։ Չնայած գործադրված բոլոր ջանքերին, Հորմուզի նեղուցը փակ է։ Ասում են Դոնալդ Թրամփն ինքն իրեն ծուղակն է գցել ու հիմա փորձում է ելք գտնել։ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը ԱՄՆ նախագահին մերժում է։ Մեկ օր անց Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցություններն անցել են շատ արդյունավետ։ Իրանի մեջլիսի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություններ չեն եղել, եւ ելի շատ պաշտոնական հայտարարություններ, որոնք կարծես թե դուրս են դեպքերի ընդհանուր զարգացման տրամաբանությունից։ Այսօր այն օրն է, որ ամեն ինչ կպարզվի։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMC-ն հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Բաժանորդագրվեք բարեկամներ, տարածեք, կիսվեք մեր տեսանյութերը, որ իրականությունն իմանան ել ավելի շատ մարդիկ։ Իմ նպատակն է բարեկամներ մատուցել ձեզ հատկապես այն լրատվությունը, որոնք հայկական տիրույթում ինչ-ինչ պատճառներով անտեսվեցին կամ անհրաժեշտ ուշադրության չարժանացան։ Ինչպես միշտ սկզբում պաշտոնական լրահոս, հետո վերլուծություն։ Մարտի 22-ի առավոտյան New York Times-ը գրում է. Իրանում նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական արշավը կարելի է համարել ձախողված, քանի որ նա չի հասել իր նպատակին եւ նույնիսկ մոտ չէ դրան։ Այս հրապարակումից ուղիղ 1 ժամ հետո Թրամփը գրառում է կատարում ուղված New York Times-ին։ Ես հասել եմ իմ նպատակին նույնիսկ ժամանակից շուտ։ Իրանի ղեկավարները ոչնչացված են, ռազմածովային ուժերը ջախջախված են։ Իրանը չունի պաշտպանություն եւ նրանք խնդրում են ինձ գործարքի մասին։ Իսկ ես դա չեմ ուզում։ Մենք ջնջել ենք Իրանը աշխարհի երեսից։ Գրառումից անմիջապես հետո Թրամփը վերջնագիր է ներկայացնում Իրանին։ Իրանն ունի 48 ժամ Հորմուզի նեղուցը բացելու համար, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհարվածի եւ կոչնչացնի Իրանի բոլոր խոշոր նավթահանքերն ու էլեկտրակայանները, սկսած ամենամեծից։ Իրանի պատասխանը չի ուշանում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆագարին տեսաուղերձով դիմում է Թրամփին։ Եթե Իրանի նավթային եւ էներգետիկ ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, ապա տարածաշրջանի բոլոր էներգետիկ կենտրոնները, նավթատարներն ու հանքերը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ջրի աղազրկման օբյեկտները կդառնան Իրանի լեգիտիմ թիրախները։ Սա վերջին զգուշացումն է։ Կարող է ԱՄՆ-ն հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այո, կարող է։ Իսկ կարող է Իրանը ոչնչացնել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Իհարկե, կարող է։ Ենթադրենք երկուսն էլ հարվածեցին ու ոչնչացրեցին ընտրված թիրախները, ինչ է լինում հետո։ Միանգամից աշխարհում նավթի գինը թանկանում է։ Այսօր արդեն 1 բարելն արժե 112 ԱՄՆ դոլար եւ կարող է հասնել մինչեւ 125 դոլարի ու ավելի բարձր։ Եթե նավթը թանկանա, ով է ավելի շատ տուժում՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպան։ Իրանին մեկ է, Իրանը 40 տարուց ավել արտաքին աշխարհից կախում չունի։ Այո, ծանր է, դժվար է, փողը գին չունի, բայց էներգակիրների մասով էլ կախում չունի։ Ու ստացվում է ԱՄՆ-ի համար, որ սա ելք չէ։ Բայց ինչու է Թրամփը նման հայտարարություն անում։ Կարծում եմ ընդհանրապես ճնշելու եւ վախեցնելու համար։ Սրա մասին փաստում է նրա մեկ ուրիշ հայտարարություն։ Մեկ օր հետո ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը մոտ են պայմանավորվածություն ձեռք բերելուն։ Եվս 4 ժամ անց հայտարարում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև նախնական բանակցություններն անցել են շատ արդյունավետ եւ կողմերը պայմանավորվել են հանդիպել հաջորդ շաբաթ Պակիստանում։ Ինչին միանգամից արձագանքում է Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ մի բանակցություններ չեն եղել եւ չեն էլ կարող լինել։ Իրանը հրաժարվում է ցանկացած տեսակի բանակցային գործընթացներից։ Ագրեսորը պետք է պատժվի եւ դրան այլընտրանք չկա։ Իսկ արևմուտքի կողմից կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական եւ նավթային շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի կորուստներն ու անհաջողությունները արդարացնելու համար։ Մեկ հայտարարություն էլ բարեկամներ եւ վերջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի։ Եգիպտոսը Սուեզի ջրանցքով մեկ տարանցման համար գանձում է 200,000-ից 300,000 ԱՄՆ դոլար։
Մեծ բեռնատար նավերը կամ նավթատարները վճարում են շուրջ $1 միլիոն։ Պանաման մեկ տարանցման համար գանձում է 100,000-ից մինչև 450,000 ԱՄՆ դոլար։ Մեծ նավերը վճարում են մոտ $500,000։ Թուրքիան վճար է գանձում Բոսֆորի նեղուցով անցնելու համար։ Կանադան եւ ԱՄՆ-ն վճար են գանձում Սուրբ Լավրենտիոսի ծովային ճանապարհից օգտվելու համար։ Չնայած զրպարտությանը, պատժամիջոցներին եւ մեկուսացմանը, տասնամյակներ շարունակ Հորմուզի նեղուցով անցնելը եղել է անվճար։ Մենք համարել ենք, որ այդ ծովային ճանապարհը բոլորի համար է։ Եվ այսօր դուք ուզում եք ինձ համոզել, որ Իրանը Թրամփի տրամաբանությամբ վատ տղա է։ Հիմա կտեսնեք վատ տղան որն է։ Հիմա եկավ վերլուծության ժամանակը, բարեկամներ։ Հորմուզի նեղուցը բացելու համար ԱՄՆ-ին հարկավոր է իրականացնել ցամաքային ռազմական օպերացիա, բայց Իրանը հասկանում է, որ ԱՄՆ-ն չի սկսելու այդ օպերացիան, չնայած նրան, որ արդեն հայտարարել է դրա մասին։ Ուղարկել է տարածաշրջան հատուկ ջոկատայինների մի քանի գրոհային խմբեր, կարծես թե պատրաստվել է ու հայտարարել է նախնական թիրախների մասին, բայց Իրանը համոզված է, որ չի սկսելու օպերացիան, իսկ ինչու է Իրանը համոզված, հիմա կփորձենք հասկանալ։ Նախ միջազգային իրավունքի տեսակետից հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին չի կարելի, իսկ էլեկտրակայաններն ու ջրի աղազրկման օբյեկտները համարվում են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Նման բան հիմա անում է Ռուսաստանը Ուկրաինայում, որը համարվում է հանցագործություն մարդկության հանդեպ։ Երկրորդը, ենթադրենք Թրամփն անտեսում է միջազգային իրավունքը եւ հրամայում է հարվածել։ Ցանկացած զինվորական, որը կկատարի Թրամփի հրամանը, հաջորդ ղեկավարների կամ միջազգային ատյանների կողմից կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Հետո արդեն կարող է ենթարկվել, սա էլ է օրենքը սահմանում։ Այստեղ ամերիկացի գեներալների համար շատ երկար մտածելու բան կա։ Սա շատ կարճ միջազգային իրավունքի մասին։ Հիմա մեկ այլ տեսանկյուն։ Սա Իրանի ռելիեֆային քարտեզն է։ Հարավից դեպի վերև հյուսիս-արևմուտք ձգվում է անանցանելի լեռնաշղթա։ Երկրի հյուսիսային մասը նույնպես պատված է լեռներով։ Լեռնապատ չէ միայն արևելյան սահմանը, այնտեղ անապատ է։ Որ կողմից եք առաջարկում գրոհել Իրանը։ Ես չեմ ասում, որ դա հնարավոր չէ, բայց սա Իրաք չէ, Լիբիա չէ, Սիրիա չէ։ Սա Իրանն է, որը գրեթե ամբողջությամբ շրջապատված է բարձրադիր լեռնաշղթաներով։ Ու հարց է. Թրամփը կգնա այդ քայլին, կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, կսկսի ցամաքային ռազմական օպերացիա, թե ոչ։ Որ Իրանը չի նահանջելու, սա պարզ է, նահանջելու տեղ չունի։ Իսկ ինչ է անելու։ Հիմա խնդրում եմ նորից նայեք քարտեզին։ Այստեղ Հորմուզի նեղուցն է, շրջապատված լեռներով։ Սա նեղուցը շրջապատող լեռներն են, որտեղ հնարավորություն կա տեղակայել հրետանային գումարտակներ։ Լեռներից մինչև Հորմուզ 20-ից 25 կիլոմետր է, այսինքն կարող է շատ հանգիստ աշխատել հրետանին եւ աշխատում է։ Հրետանին հրթիռակայան չէ։ Թանկարժեք բալիստիկ հրթիռներ պետք չեն։ Հրետանային արկերը այդքան թանկ չեն, եւ Իրանն ունի բավարար քանակություն։ Եվ երկրորդը, ասում են, Իրանը ականապատել է Հորմուզի նեղուցի որոշ տարածքներ, հատվածներ։ Կոնկրետ որոնք, որ մասերը ոչ ոք չգիտի։ Հորմուզի նեղուցի խորությունը 50-ից 60 մետր է։ Բավարար է ինքնակառավարվող ականներ տեղադրելու համար։ Ականները տեղադրվում են ծովի հատակին։ Նման ականներն ունեն մագնիսական միջուկ, որը հենց զգում է երկաթ, ինչը մեր դեպքում նավերն են, ավտոմատ միացնում է ականի մեխանիզմը։ Հաշվարկում է հեռավորությունը եւ ինքնակառավարվող տորպեդները հարվածում են ընթացող նավերին։ Իրանն ունի նաև որոշակի քանակի փոքր հարվածային սուզանավեր, եւ ճիշտ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Իրանի ողջ նավատորմը ոչնչացված է, այդ թվում նաև այդ փոքր սուզանավերը, բայց փաստ չէ, որ ոչնչացված է ամբողջը։ Սա էլ եւս մեկ անակնկալ կարող է լինել ԱՄՆ-ի համար։ Իսկ հիմա եզրահանգում։ Հորմուզի նեղուցը բացելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է գրավել մոտակա բարձունքներն ու կղզիները։ Տեղակայել այնտեղ զորամիավորումներ, ռադիոսարքավորումներ, լոկատորներ, որոնք հնարավորություն կտան ժամանակից շուտ հայտնաբերել իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները եւ ոչնչացնել դրանք։ Նման բան կազմակերպելը անհնարին է, երբ այդ տարածքներում մարդ չկա, ԱՄՆ-ի զինվորականները այնտեղ չեն։ Եվ անհրաժեշտություն է այս դեպքում իրականացնել ռազմական օպերացիա։ Բայց հիմա ներկապահին ցամաքային օպերացիա սկսելը արկածախնդրության նման մի բան է, պատրաստվել է պետք, շատ լավ պատրաստվել է պետք։ Օրինակ Իրաքում ռազմական օպերացիային ԱՄՆ-ն պատրաստվել էր 1 տարուց ավել։ Իրանն էլ է պատրաստվել, ու սա դա Իրանի տարածքն է։
Մարդկային կորուստները շատ են լինելու, ինչը կարող է ամերիկյան հասարակության շրջանում բարձրացնել դժգոհության ալիքներ եւ հանգեցնել ցույցերի։ Մի խոսքով կարող է կրկնվել Վիետնամի պատմությունը։ Երկար եւ արյունալի պատերազմ, որն ավարտվեց ոչնչով։ Ու եթե ես բարեկամներ հասկանում եմ, ամերիկացի գեներալները հասկանում են ինձանից մի քանի անգամ ավելի շատ։ Ու իմ կարծիքով սա այս պատերազմի կուլմինացիան է։ Այ հիմա է որոշվելու ապագան, ով է զիջելու՝ ԱՄՆ-ն, թե Իրանը։ Թրամփն արդեն սկսել է ժողովրդական լեզվով ասած գծեր ստուգել եւ բանակցության մասին կեղծ տեղեկատվություն է տարածում։ Իրանը համաձայն չէ եւ տրամադրված է շարունակել։ Եվ ինչպես կանխատեսում էին շատ վերլուծաբաններ, Թրամփը հիմա փորձում է խուսանավել իր իսկ արված հայտարարություններից։ Ես Իրանին տալիս եմ եւս 5 օր մտածելու համար եւ հարվածները հետաձգում եմ, քանի որ դեռ կա հնարավորություն պայմանավորվել։ Սա Թրամփի վերջին հայտարարությունն է։ Ինչ կլինի կիմանանք մոտակա ժամերին, որովհետեւ Իրանի պատասխանը չի ուշանալու համոզված եմ։ Մի մոռացեք աջակցել մեզ բարեկամներ եւ բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք հաջորդ թողարկումը։ Իսկ հաջորդը շատ ու շատ հարցերի պատասխաններ է տալու։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMC-ն հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Մինչ նոր հանդիպում։